Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի ամուսնու գազալցականում սպանության գործը նոր փուլ է մտնում։ Էջմիածնում հայտնի ճապը կալանավորված է եւ չի բացառվում, որ անուններ կտա։ 3 քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է Արմավիրի մարզի Վաղաշապատ համայնքում գործող գազալցակայանում տեղի ունեցած սպանության դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ԿԲ-ն եւ ԱՊ-ն իրենց միջև առկա տարաձայնությունները պարզաբանելու նպատակով 2025 թվականի մարտի 22-ին հանդիպել են Վաղաշապատ համայնքում գործող գազալցակայանում, որտեղ տեղի ունեցած խոսակցությունը վերածվել է վիճաբանության։ Վիճաբանության ընթացքում ԿԲ-ն իր մոտ ապօրինի պահվող հրազենով կրակել է ԱՊ-ի ուղղությամբ սպանելով նրան։ ԿՊ-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում քրեական օրենսգրքի 155 հոդվածի առաջին մասով սպանություն։ Նրա նկատմամբ խափանամիջոց է կիրառվել կալանքը։ Նկատենք, իրավապահները գրեթե 8 ամիս շարունակ էր ինչ փնտրում էին ԿԲ-ին, իսկ ով է ԿԲ-ն։ Այս դեպքը տեղի էր ունեցել, ինչպես արդեն նշեցինք, մարտի 22-ին կեսգիշերն անց Վաղաշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի սկեսրայրին պատկանող գազալցակայանում։ Այդ օրը կրակոցներ էին հնչել Գասպարյանի ամուսնու ընտանիքին պատկանող գազալցակայանում, ինչի հետևանքով հրազենային վիրավորում էր ստացել 36-ամյա Արթուր Պարոնյանը։ Սպանությունը կատարելու մեջ կասկածվում էր Ճապ մականունով հայտնի 33-ամյա տղամարդը, որը դեպքից հետո փախուստի էր դիմել եւ նրան 8 ամիս անց նոր հայտնաբերեցին ու ներկայացրեցին իրավապահներին։ Լրատվամիջոցների փոխանցմամբ դեպքից մի քանի ամիս առաջ Պարոնյանը վիճել էր Դիանա Գասպարյանի ամուսնու Վաղաշապատի ավականու ԿՊ-ական անդամ Արամայիս Միրզոյանի հետ, ինչը խոր հետքեր էր թողել։ Ավելի ուշ տեղեկություններ տարածվեցին, որ դեպքի առթիվ իրավապահները խուզարկել են նաև Դիանա Գասպարյանին եւ ամուսնուն պատկանող առանձնատունը։ Սակայն սա դեռ վերջը չէր։ Անգամ Դիանա Գասպարյանի սկերտսրոջ գազալցակայանի աշխատակիցները սպանության հետքերն էին թաքցրել ու այս պահին կա անց մեղադրյալի աթոռին։ Եվ ահա, սպանությունից ամիսներ անց ճապը հանձնվում է իրավապահներին։ Ամրու լրատվականին հասած տեղեկությունների համաձայն չի բացառում, որ նա կոնկրետ անուններ է տալու։ Իսկ թե ինչ կլինի եւ արդյոք այդ անունները կապ ունեն Էջմիածնի նախկին քաղաքապետի ամուսնու կամ նրա ընտանիքի անդամների հետ, կհետևենք քննությանը։